Ողջույն։ 2 օր առաջ մայիսի 5-ին Նիկոլ Փաշինյանը աշխատանքային քննարկում է անում նվիրված մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությանը։ Ինչ է տեղի ունենում դրանից ժամեր անց։ Հրկիզում են Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող ավտոմեքենան։ Գևորգ Ստեփանյանը ավականու ակտիվ անդամ է։ Բացահայտում է ՔՊ-ի կոռուպցիան, ավտոմեքենան հրդեհում են։ Իշխանության կողմից ոչ մի արձագանք։ Ինչ է տեղի ունենում դրանից ժամեր անց։ ՔՊ խորհրդարանական խմբակցությունը քաջալերում է թիմի անդամ Անդրանիկ Քոչարյանին, որը վիրավորել էր լրագրողին, ասում են ինչ արել ես, լավ ես արել, տո քիչ ես արել։ 1 օր առաջ կրկնում եմ, Նիկոլը ժողով էր արել մարդու իրավունքների մասին։ Ընդամենը մի շաբաթ առաջ ՔՊ-ական Արամ Զավենիչական պաշտոնյան 10 հոգով մարդ է ծեծել ուղիղ եթերի տակ։ Իշխանությունը չի պատժել, ասել է ում կուսակցության անդամ է, գնդակը նրանց դաշտում է։ Հետո նույն իշխանությունը մարդու իրավունքների ռազմավարություն է քննարկում ու շեշտում են խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը, հավաքների ազատության իրավունքը, իրավական պետությունը եւ այլն։ Հայաստանի իշխանությունը երկրորդ շնչառություն է հաղորդում բեսպրեդելին, ամենաթողությանը։ Խորհրդարանը, կառավարությունը եւ դատական համակարգը վերջին օրերին քայլեր են կատարել, որը մեր երկիրը մտցնում է մի հատ մեծ ճահճի մեջ, ոչ միայն այսօրվա, այլև վաղվա համար։ Նոր Նորքի թաղապետը ոհմակով հարձակվում է 1 հոգու վրա։ Իշխանությունն ասում է, նա հանրապետություն կուսակցության անդամ է, գնդակը Արամ Զավենիչի դաշտում է։ Հիմարություն։ Գործող պաշտոնյա է։ Երևանի ՔՊ-ական քաղաքապետի ուղիղ ենթական է։ Շմայսություն է արել, հանցագործություն է արել, ուղիղ եթերով, գնդակը Ավինյանի առաջին հերթին։ ՔՊ իշխանական կուսակցության, որ ուզում եք իմանաք Հայաստանի Հանրապետության կառավարության, դատախազության, քննչական կոմիտեի ու հենց Նիկոլի դաշտում է։ Այսինքն համաձայն ՔՊ-ի տրամաբանության բոլոր հանցագործները կարող են անդամագրվել իշխանական կուսակցությանը ու եթե հանցանք արեցին, նրանցով պետք է զբաղվի ոչ թե արդարադատությունը, ոչ թե անմիջական ղեկավարը, այլ կուսակցությունը։ Անդրանիկ Քոչարյանը վիրավորել է մեր լրագրող գործընկերոջը։ ՔՊ-ն ասում է Անդրանիկ Քոչարյանին մենք չենք դատապարտի, որովհետև լրագրողներին հայ էլ ճնշել են։ Մենք էլ մեր կողմից ենք ճնշում։ Այսինքն ցույց են տալիս իրենց իրական դեմքը, որը միշտ էլ երևի թե եղել է նույնը։ Այլ հարց է, որ երբ ընդդիմադիր էին, բարոյականության դասեր էին տալիս, թե ինչպես կարելի է Մհեր Սեթրակյանը սրան բան ասեց, նրան ապտակեց եւ այլն։ Հիմա որ իրենք են անում, ասելու բան չկա։ Սա երեսպաշտություն է։ Իհարկե անբարոյականություն է, բայց նաև սա Հայաստանը տանում է մեկ ավելի մեծ բեսպրեդելի ճահիճը, որը ցավոք էլի իրենց դաշտում է լինելու, քանի իրենք են իշխանություն։ Առասպելական թևավոր խոսք կա, Պանդորայի արկղ։ Դուք մարդկանց մեջ կուտակում եք ցասում, ատելություն։ Մենք ընդունում ենք, որ մեր հետ միասին նույն քաղաքում ապրում է ու անգամ մեզ ղեկավարում խուլիգանական արարք կատարող մարդ։ Պատկերացրեք, վաղը Արթուր Չախոյանը դառնա թաղապետ ու իր մոտ հարցով եկած ՔՊ ակտիվիստներին 15 հոգով ծեծի, ասի լավ եմ անում, ոչ էլ հրաժարական կտա։ Ծեծից հետո ոստիկաններն այցելում են թաղապետարան, ձերբակալվում են ծեծվողին։ ՆԳ փոխնախարարն ասում է իշխանության պահանջին չենթարկվելու իրավիճակ տեսանք Արթուր Չախոյանի մոտ։ Իսկ ծեծելու իրավիճակ չտեսաք։ Ներքին գործերի այդ փոխնախարարը, որ ինչ որ մի օր չունենա պաշտոն եւ բռնության ենթարկվի, բայց հենց իրեն բռնեն ու պատժեն, որտեղ իրավունք կունենա բողոքելու։ Նայելու են դեմքին, ժպտան, ասեն դե կներեք։ Կրկնում եմ, կուտակում են անարդարության խորը մթնոլորտ։ Պատկերացրեք իշխանափոխությունից հետո ԿՊ-ական որևէ կարկառուն մեկը ծեծի է ենթարկվում, որ մարմնին է դիմելու եւ ոնց կվերաբերվի, եթե իր դիմաց մարմնում արժանանա անտարբերության, ավելին հակառակ գործողությանը։ Իշխանափոխությունից հետո եթե առանց թիկնապահի փողոց հայտնված Ալենի դեմքին իշխանական մեկը թքի, ասենք նույն ձև հենց,
Ախրանիկը բռնի Ալենի ձեռքերը, մյուսը թքի վրան։ Ասեք մի կառույց, որ կունենա իրավունք այդ պաշտոնյային պատասխանատվության ենթարկելու, որտեղ Ալենը թքել է, դատախազություն ասել է, հանցակազմ չկա, քննչականն ասել է, հանցակազմ չկա, Նիկոլ ասել է լավ է անում, Ալեն ասել է լավ է մարել։ Եվ ուրեմն դուք ստեղծել եք մի համակարգ, որ վաղն էլ ձեզ վրա թքելը եւ ձեր նկատմամբ որևէ գործողություն հանցակազմ չպարունակի։ Ոստիկանները քաղաքացուն բերման ենթարկելիս մի տալդատեղ կանգնում ծեծում են։ Մեկ ուրիշ քաղաքացու ոստիկանները ծեծում են ու պահանջում են, որ ուրիշի հանցանքը վերցնի իր վրա։ Բացահայտվելուց հետո չեն էլ պատժվում ու Նիկոլը ժողով է անում մարդու իրավունքների մասին ու գնահատում է ոստիկանության բարձր հարգանքը։ Պարեկները ճամփի մեջտեղը հարձակվում են վարորդի վրա, ավտոից իջեցնում, ծեծում, բերման ենթարկում։ Եթե այդ ոստիկանները չեն պատժվում, քաղաքացին լցվում է վրեժխնդրությամբ, որը մի օր դուրս է գալու իր գործը անի, որովհետև արդարություն չկա։ Որևէ մեկը կարող է մեղադրել այսօր ծեծված քաղաքացու հետագա գործողությունները։ Հələ պատկերացեք, վաղը իշխանությունը փոխվում է, գալիս է հայրենասեր իշխանություն։ Այն բերետավորների վիճակը պատկերացեք, որ 44 օրյայի զոհերի մայրերին քարշ էին տալիս գետնին։ Դուք ձեր քաղաքական հաշվարկներից ելնելով թույլ եք տալիս հանցագործություններ, չեք պատժում, բայց դրանք էլ չեն մոռացվում, ախր։ Եթե վաղը իշխանափոխությունից հետո նոր դատախազը հրահանգով գնաց, ասենք, որևէ քպական падգամավորի, թեկուզ առանց կոռուպցիայի ձեռք բերված բնակարանի վրա գնաց, ու դա վերցրեց որպես Ապորինի գույք, խլեց Սրբուհի Գալյանի գույքը, Աննա Վարդապետյանի գույքը, հենց տենց չորով, սրանց նման ասի տունդ տուր, թե չէ կնստացնենք։ Ում եք բողոքելու, ինչ եք ասելու։ Դուք չեք էլ պատկերացնում, որ այն վնասը, որ դուք հիմա տալիս եք երկրին ու վաղը եւս եւ երկրին եւ ձեզ։ Ասում են լավ ենք անում, չենք պատժում Անդրանիկ Քոչարյանին, բա առաջ։ Ժողովուրդն էլ կարող է ասել, չէ, բա այդ նման բաներից է իբր մեզ ազատում, սակայն ինչ տարբերություն։ Եթե ասենք հաջորդ խորհրդարանում ԿՊ-ն լինի ընդդիմություն, փոքրամասնություն լինի ընդդիմադիր, չնայած դժվար թե մտնի խորհրդարան իշխանությունը կորցնելուց հետո, նու ասենք թե մտավ, ու падգամավորների նկատմամբ բռնություն կիրառեն, վարչապետն էլ արդարացնի ծեծը, ինչ եք ասելու։ Չէ որ դուք այսօր արդարացնելով ծեծը, արդարացնում եք վաղը ձեր նկատմամբ այդ ծեծը։ Երբ դուք ասում եք դատապարտում ենք բռնությունը, բայց այդ բռնություն գործադրողը իր տեղում է, ուրախ է, ինքնավստահ է, ուրեմն քաջալերում եք ընդամենը։ Մեր երկրում այս բեսպրեդելի արատավոր երևույթների պատճառը քաղաքական, իրավական, բարոյական պատասխանատվության բացակայությունն է։ Ամեն օր մեր երկրում կրակոցներ են, վերջու 2 օրերին անչափահասներն են ակտիվ կրակում։ Երբ մարդ տեսնում է, որ Սյունիքի մարզպետի տղան օրինակ սպանության փորձ է անում ու չի պատժվում, ԿՊ-ական падգամավորի եղբայրը հրազենային վիրավորում է հասցնում ու չի պատժվում, Փաշինյանի Շարասյունը ինքն էլ մեջը մարդ է սպանում ու չի պատժվում, սա ծնում է հանցագործություններ, երբ ինչ-որ մեկը տեսնում է, որ կարելի է ակտիվիստին ծեծել ու չպատժվել, այն էլ ուղիղ եթերի տակ, կարող է մտածել, իսկ ինչու չի կարելի գիշերը կամերաներից հեռու վառել մեկ այլ ակտիվիստի ավտոմեքենան։ Մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն է։ Ու երբ այս բոլոր հարցերը բարձրացնում ես, իշխանության անդամները խոշոր հաշվով ասում են, լավ ենք անում, մենք ծեծում ենք, հա, առաջ սպանում էին։ Ուզում եմ հասկանալ, այդ ում էին սպանում ու սպանողը չէր պատժվում։ Ինչ որ չեմ հիշում, բայց շատ լավ հիշում եմ, 3 տարի առաջ հղի աղջկան վարչապետի Շարասյունը սպանեց։ 3 տարի անցել է, մեկը չի պատժվել։ Այսինքն անգամ այդ ամենագնացի վարորդ ոստիկանը պարզվում է, մեղք չունի, հանցակազմ էլ չկա։ Ես էլ կարող եմ չեմ մտածել, որ չեմ պատժում, որովհետև եթե այդ ոստիկանը դատվի, կարող է դատարանում պատմի։ Ով ասաց, ոնց ասաց, որ քշեն, չկանգնեն եւ այլն, չէ՞։ Ավելի նման չէ, թե ինչի պիտի պարտակեային այդ տեսակ էմոցիոնալ հնչեղության դեպքը։ Այն էլ էսպես, այն էլ Նիկոլը, որ քցողի համբավ ունի։ Կարճ ասած, ես առաջարկում եմ հենց այս դիտակետից նայել հարցերին։ Ինչու իշխանությունը չի պատժում ակնհայտ հանցագործությունները,
ու շատ ավելի մեղմ բաներին մեծ հնչեղությամբ է վերաբերում։ Չի պատժում, որովհետև իր իշխանությունը հենված է հենց նրանց վրա։ Իշխանությունը հենված չէ ժողովրդի վրա, հենված է ջարդարարների վրա, թալանչիների վրա, կոռուպցիոներների վրա, Արամ Զավենիչի պես անսկզբունքայինների վրա։ Ժողովրդի վրա վաղուց Նիկոլը հույս չի կապում։ Ժողովրդի ձայնը նրան է պետք էլ չէ։ Պետք են կրիմինալը, ուժայինները, փողը, անսկզբունքները, որոնք շահի համար պատրաստ են իրեն աջակցել ու ով չանել։ Այսքանը։